Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ այսօր մենք խոսենք Հայաստանի ճանապարհներից եւ Հայաստանի տրանսպորտային հնարավորություններից։ Բարև Թաթուլ։ Ողջույն Դերենիկ։ Ճանապարհներ ասվածը բավականին լայն հասկացողություն է։ Այսօր կփորձենք այսպես կոսմեկտավորված ներկայացնել այդ ամեն ինչը։ Երևի սկսենք Իրան-Հայաստան երկաթգծից, այնուհետև կանդրադառնանք նաև ավտոմայրուղիների իրավիճակին, դու հետաքրքիր այսպես պրակտիկ փորձով կներկայացնես։ Շատ զավեշտալի դեպք եղավ Իրան երկաթգծի հետ կապված։ Մի քանի օր առաջ ռուսական երկաթուղիներ ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարեց, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը բավականին անհեռատեսական, ոչ արդյունավետ կոմերցիոն տեսակետից ոչ գրավիչ եւ պատի մեջ բացված պատուհան է, որը նայում է ոչ միտեղ։ Ընդամենը մի քանի օր հետո նույն ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ ռազմավարական տեսակետից Իրան-Հայաստան երկաթգիծը բավականին կարևոր է Հայաստանի համար իր տրանսպորտային ենթակառուցվածքները համաշխարհային եւ եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքներին ինտեգրելու տեսակետից։ Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված բազմաթիվ խոսակցություններ կան, բազմաթիվ մեկնաբանություններ կան։ Օրինակ ես գտնում եմ, որ դա մեզ համար պատուհան է դեպի աշխարհ մյուս կողմից։ Քո կարծիքով ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստան-Իրան երկաթգիծը, եթե կառուցվի։ Նայեք, քանի դեռ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են Հայաստանը շրջափակման տակ պահելու եւ ծնկի բերելու իր քաղաքականությունը, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է խորացնի, հնարավորինս խորացնի գործընկերությունը իր երկու մյուս հարևանների, Վրաստանի եւ Իրանի հետ։ Եվ ես Հայաստան-Իրան այդ երկաթգիծը դիտարկում եմ հենց այդ տեսանկյունից, որովհետեւ իրավամբ, եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները նորմալանան, ինչին ես չեմ հավատում առաջիկա տասնամյակների համար։ Գոնե առաջիկա 50 տարում անհավանական եմ համարում, ապա այդ երկաթգիծը գուցե իմաստ չունենա, որովհետև մենք Նախիջևանով բնական կապ ունենք, էլի, այսինքն երկաթգիծ Հայաստանից Իրան կա, որովհետև երկաթգիծը հիմա մեր ավարտվում է Սադարակի մոտ, այսինքն Երասխավանում, այնտեղից Նախիջևան եւ Նախիջևանի Ջուլֆա եւ Ջուլֆայի Թավր, այսինքն մենք ըստ էության կապված ենք, բայց քանի որ այդ կապը փակված է, ինչպես փակված է աբխազական երկաթուղին վրաց աբխազական հատվածում, բնականաբար այդ տեսանկյունից շատ կարևոր է Իրան-Հայաստան երկաթգիծ եւ Իրան-Հայաստան եւ Իրան-Վրաստան բոլոր հնարավոր ուղիների ավելացումը, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ բավականին թանկ է այս նախագիծը եւ այս պահի դրությամբ գուցե այդքան էլ բան չի, այսպես գրավիչ չէ, բայց ով է ասել, որ չի կարող դառնալ գրավիչ հաշվի առնելով իրանական շուկան, հաշվի առնելով Իրանի այդ անսահման հնարավորությունները, հաշվի առնելով 70 միլիոնից իրանցի ժողովուրդ է։ Ես Դերենիկ մի 20 անգամ եղել եմ Իրանում, այդ երկիրը նախ շատ եմ սիրում, զուտ մարդկայնորեն իմ դուրը շատ է գալիս եւ ես տեսնում եմ, որ մենք թե ինչքան վատ ենք օգտագործում իրանական ռեսուրսը, իրանական ամեն ինչը։ Իրանը մեզ համար այսպես չբացահայտված երկիր է։ Եվ այդպես է, եւ այդպես է։ Չգիտենք Իրանում ինչ կա, ինչպիսի հնարավորություններ։ Հա, գիտենք նավթ, գազ կա եւ վերջ այդքանով սահմանափակվում է։ Հիմա դուրս գանք փողոց, հարցնենք իրանցի քանի երկիչ գիտես, քանի գիտնական գիտես, մենք իրար չենք ճանաչում։ Այո, ցավոք չենք ճանաչում եւ դա էլ բաց թողնված բան է, որ այս վերջի տարիներին արվել է։ Ես օրինակները բերեմ, ասենք կազմակերպվում է միլիոն հատ կոնֆերանս հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թեմաներով, բայց ես չեմ տեսել, որ կազմակերպվի Հայաստան-Իրան լրագրողների ինչ-որ հանդիպում, այսպիսի բաներ։ Մենք շատ իրացի ճանաչողական այցեր կամ չգիտեմ։ Այո, մենք այսքան մոտ ժողովուրդներ ենք, եւ պատմականորեն, եւ էթնիկ, եւ լեզվով, եւ ամեն ինչով, բայց այսքան միմյանց չենք ճանաչում։ Եվ գլոբալ կոնֆլիկտ չունենք իրար հետ, մեծ հաշվով, էլի։ Այո, գլոբալ կոնֆլիկտ չունենք եւ մենք նաեւ ունենք կողքի գոյատևելու հազարամյակների պատմություն։ Իհարկե նաեւ կան դառը էջեր, իմը ես չեմ ուզում գովաբանեմ, ասենք Շահ Աբբասի արված այդ բաները, այդ ամեն ինչը եղել է, բայց մյուս կողմից մենք կարող ենք ունենալ փայլուն հարաբերություններ։ Վերադառնանք տրանսպորտային հնարավորություններին ճանապարհներին, իրոք Իրան-Հայաստան երկաթգիծը դա շատ մասնագետների կողմից դիտարկվում է որպես
թուրքա-ադրբեջանական շրջափակմանը այլընտրանք, որը կարող է իջիկ դարձնել նրանց ջանքերը, նաև Վրաստանից կախվածությունը շատ մեծ չափով հնարավոր է թուլացնել, ինչը Հայաստանի աշխարհաքաղաքական ստատուսը նոր հարթություն կբերի, որակական այլ իրավիճակ կստեղծի։ Դա մեծ նախագիծ է եւ հիրավի այնտեղ մեծ գումարների հետ է կապված, մեծ շահեր են բախվում, բայց վերադառնանք հենց Հայաստանի ներսում ստեղծված իրականությանը ճանապարհների հետ կապված, ինչպես հայտնի է, երկրների համար ավտոճանապարհները դրանք արյունատար անոթներ են։ Այսպիսին է մեր արյունատար անոթների վիճակը։ Խոսում են հյուսիս-հարավ արյունատար, ամենամեծ արյունատար անոթի մասին, բայց որը կարծես թե արգելակված է։ Ես մի բան եմ ուզում հիշեցնեմ Դերենիկ, նախ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ազգային ժողովի իր հայտնի ելույթում սեպտեմբերի կարծեմ հոկտեմբերի 2-ին, այո, իր հայտնի ելույթում հայտարարեց, որ առաջիկայում սկսում է 3 խոշոր նախագծեր, մեկը համահայկական բանկ, Իրան-Հայաստան երկաթուղի, ինչպես նաև ատոմակայան, եւ այդ բոլոր ոչ մեկը իրականություն չի դարձել։ Համահայկական բանկը եղել է, բայց համահայկական բանկը ստեղծված էր խոշորամասշտաբ ծրագրեր ֆինանսավորելու համար, օֆիսը կա, խոշորամասշտաբ ծրագրերը չկա, չեղնելու հաշիվ չկա, ամանում ոչինչ չկա։ Հիմա տեսեք, երբ որ մենք խոսում ենք օրինակ Իրան-Հայաստան նույն այդ գազատարի մասին, չէ՞, որ Հայաստանի իշխանությունները խոսում են, որ մենք կառուցելու ենք, այսինչ լավ է, ես ուզում եմ, որ կառուցվի, բայց մի իշխանություն, որը չի կարողանում իր երկրի ներսի ճանապարհների փոսերը լցնել, մի իշխանություն, որը փողը կա, բայց չգիտեմ ինչ պատճառներով ու կարող եմ ենթադրել, որ չեն կարողանում ուտել այդ փողի մի մասը, հա, ճիշտ ուտել կամ հա, ինչպես կարող են Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել, երբ որ հյուսիս-հարավ ճանապարհը արդեն քանի տարի էս ինչ վիճակում է, չէ՞, այսինքն չես հասկանում, կառուցվում է, չի կառուցվում, մի կտոր։ Չէ, իրոք նոնսենս է, գումարները դրված են բանկում, այդ գումարները չօգտագործելու համար տուժեր են, Ասիական բանկին, սակայն ճանապարհը չի կառուցվում ու չի կառուցվում։ Վերադառնալով մեր ներսի ճանապարհներին, ես կարծում եմ, որ դրանք խայտառակ վիճակում են։ Դա պատիվ չի բերում Հայաստանի իշխանություններին, Հայաստանի իշխանություններին ոչինչ։ Հայաստան պետությանը պատիվ չի բերում։ Մեկ անգամ խնդրեմ, Գյումրիից հասեք մինչև Հայաստանի համար ռազմավարական դաշնակից Վրաստանի մաքսակետ, որտեղ սկսում է արդեն հայկական ջավախքը, չէ՞։ Մի հատ այդ ճանապարհով անցեք, էլի։ Մի հատ անցեք Ստեփանավանից Ալավերդի։ Այ եթե չեք ափսոսում մեքենաներին, փորձեք։ Ուզում եմ ասել, որ մեծամասշտաբ այս ծրագրերի մասին խոսելուց առաջ նաև պետք է մտածել այս Հայաստանի ներսի այս իրավիճակի մասին, այս խայտառակ վիճակի մասին, որ ոչ մի կերպ չի շփվում։ Թաթուլ ռազմավարական տեսանկյունից հյուսիս-հարավը իրոք շատ կարևոր է, որը չեն կարողանում ուղղակի կառուցել։ Մյուս կարևոր ճանապարհներից մեկը ռազմավարական տեսակետից դա Երևան-Ստեփանակերտ ճանապարհն է, այլընտրանքային ճանապարհի մասին է խոսքը, որովհետև վերջերս վերադարձել այդ ճանապարհով կարծեմ, հույս կա, որ այդ ճանապարհը կլինի այնպիսի որակի, որտեղով հնարավոր կլինի հարմարավետ հասնել Ստեփանակերտ կամ հակառակը Ստեփանակերտից Երևան։ Այդ ճանապարհը, որը պաշտոնապես անվանվում է Մարտակերտ-Վարդենից 114 կիլոմետրանոց, դա փաստորեն Հայաստան համահայկական հիմնադրամի ասել է, թե համայն հայության հանգանակությունների միջոցով կառուցվող երրորդ խոշորամասշտաբ ծրագիրն է։ Առաջինը Գորի-Ստեփանակերտն է, որը կառուցվեց 98-99 թվականին ամբողջությամբ ավարտվեց եւ Դերենիկ ես կարող եմ ասել, որ շատ գնացող եկող մարդ Արցախ, ես կարող եմ ասել, որ դա վերջին երևի անկախության շրջանում կառուցված լավագույն ճանապարհներից մեկն է, որակի իմաստով։ Իհարկե մենք միշտ բողոքում ենք, որ շատ են ոլորապտույտները, բայց հավանաբար ռելիեֆը թույլ չի տվել կամ մեծ փողեր չենք ունեցել, ինչպես ասենք ճապոնացիները կամ կորեացիներն են անում, այսինքն լեռներն են կտրում կամ չգիտեմ կամուրջ են կառուցում եւ ամբողջ ճանապարհը լեռներով ուղիղ է։ Մենք դրա շռայլությունը չենք ունեցել, բայց բավականին որակով ճանապարհ ենք կառուցել։ Ինչ վերաբերում է երկրորդ այդ կարևոր ծրագրին, որը կոչվում էր հյուսիս-հարավ, այսինքն դա կապում էր Արցախը Մարտակերտից մինչև Հադրութ, այդ ճանապարհի որոշ հատվածներ ուղղակիորեն խայտառակ վիճակում են։ Այսինքն ես ապշում եմ, թե ինչ ձևով է այդ ճանապարհը կառուցվել եւ այն երեխան, որը այդ հերոստամարաթոնների ժամանակ գալիս էր եւ էկրանի առաջ ողջ հայությանն ասում էր, որ ես այսօրվա իմ դպրոցի, ասենք այդ բուֆետի $5, որ պիտի սենդվիչ առնեի, նվիրաբերում եմ հիմնադրամին, ես ապշում եմ, թե այդ կառուցողները
չեն ամաչում արդյոք, որ այս փողերը վերցրել այսինքն այստեղ պարզաբան ենք գումարները հատկացվել են, սակայն ճանապարհը չի կառուցվել, թե գումարները հատկացվել են։ Կառուցվել է, վատ է կառուցվել։ Այսինքն անորակ է Ուզում եմ ասել, որ առաջին մեծ ծրագիրը Գորիս-Ստեփանակերտ 20 տարի այդ ճանապարհը չի քանդվում։ Իսկ Հյուսիս-Հարավը, որը 5 տարվա է, հա, օրինակ կամ 7, չգիտեմ։ Այսինքն կառուցվել քանդվել, այսինքն շատ վատ են կառուցել։ Հիմա կառուցվում է իմ կարծիքով կարևորագույն ճանապարհներից մեկը, դա Մարտակերտ Վարդենիս ճանապարհն է, իսկ եթե ավելի հստակ ասենք, դա Դրամբոնից մինչև Սոտք, այսինքն Վարդենիս այդ կառուցվող ճանապարհահատվածն է, որը ոչ միայն ունի ռազմավարական նշանակություն, դա նաև ոչ միայն այլընտրանքային ճանապարհ է, դա ուղղակի ֆանտաստիկ ճանապարհ է, եւ դու անցնում ես հրաշագեղ բնության տարածքներով, մեկ ալպյան բնություն է, հետո խորը անտառներ են, հետո քարեր են, մի խոսքով շատ գեղեցիկ ճանապարհ է։ Հիմա այդ ճանապարհի վրա այդ ճանապարհը հիմա կառուցվում է։ Ես վերջի 2 տարվա ընթացքում մի քանի անգամ եղել եմ այդ ճանապարհի վրա, այո, ես տեսա, որ այդ ճանապարհը կառուցվում է, թե լավ կկառուցվի, թե վատ կկառուցվի, դժվարանում եմ ասել։ Մի բան նկատեցի, որ ինձ մտահոգություն պատճառեց։ Օրինակ, մի հատված կար, որտեղ ոլորաններ են, բայց շատ տանելի ոլորաններ են, անգամ հաճելի ոլորաններ են, խոսքը այն մասին է, երբ որ արդեն բարձրանում ես դեպի Վարդենից դեպի Սոտք պիտի հասնես բարձրանաս, այնտեղ օրինակ զգացվում է, որ գրեթե ամեն ինչ արված է, մնում է, որ ասֆալտապատման աշխատանքները, բայց հիմա արդեն քանդվել են ճանապարհ, այսինքն մեծ սողանքային հատված է։ Հիմա եթե այդ ճանապարհների վրա ուղղակի բերեն ասֆալտ փռեն, հայրս սիրում են, չէ, ասֆալտ փռել հենց այդ բառի այդ իմաստով, ապա այդ ճանապարհները մենք լավ ճանապարհ չենք ունենա։ Նաև շատ է ասում, որ այս ճանապարհը կառուցվում է բաների համար, հայ բիզնեսմենների համար, եւ նշվում է, որ իշխանություններին մերձավոր շրջապատի համար է կառուցվում այս ճանապարհը։ Դա խանքի հետ կապված, բայց ոչինչ, թող դրա համար կառուցվի, որտեղ դա կառուցվում է Հայաստանում, դա կառուցվում է Արցախում, դրանից մենք բոլորս օգտվելու ենք։ Իմ համար կարևորը նա է, որ այդ ճանապարհով, ասենք, չգիտեմ, որ օլիգարխի կամազներն են գնալու, այլ շատ կարևոր է, թե ինչ ամրություն է ունենալու այդ ճանապարհը, որտեղ այդ ճանապարհի համար 2 հեռուստամարաթոնի գումար 13-14 թվականների հանգանակվել է, որտեղ մոտ 30 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Հուսանք, որ այդ ճանապարհը Հյուսիս-Հարավի ճանապարհի ճակատագրին չի արժանա, նաև այդքան չի երկրաձգվի, թաթուլ ես հիշում եմ, որ կար ժամանակ առաջ, ընդամենը մի քանի տարիներ առաջ, մենք հպարտանում էինք մեր ճանապարհներով, օրինակ Վրաստանի հետ եթե համեմատում էինք, որ Վրաստանից դուրս է գալիս արդեն Հայաստան, այլ որակի ճանապարհներ են։ Հիմա կարծես թե հակառակն է տեղի ունենում, որը ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ այսպես նվաստացած եմ զգում այդ առումով, երբ Հայաստանից դուրս ես գալիս արդեն վրացական շատ լավ ճանապարհներն են։ Այստեղ միգուցե հազարամյակի մարտահրավերների հետ է կապված Վրաստանում լավ որակի ճանապարհները մենք զրկվեցինք այդ հնարավորություններից։ Ամեն դեպքում այդ ճանապարհները թեկուզ հանքերի համար ինչու ոչ հանքերի արդյունաբերությունը խթանող կարևոր գործոններ են, չգիտեմ, մարդկանց համար, բոլորի համար շատ կարևոր բան են այդ ասֆալտապատ ճանապարհները եւ մենք պետք է հնարավորինս աջակցենք այդպիսի նախագծերի իրականացմանը, բայց կարծես թե շատ չեն այդպիսի նախագծերը։ Եթե ավելացնեմ, որ այդ ճանապարհը կառուցվելուց հետո, հուսանք, որ 1 տարի հետո այդ ճանապարհը կավարտվի։ Ես 2 օր այդ ճանապարհով վերադարձա Երևան, քեզ թվում է թե որ մի պահ գալիս է, որ քեզ թվում է թե ուղղակի պիտի ճանապարհին մնաս, այնքան հիմա վատ վիճակում է, որովհետև գիտեք, ասենք, խճապատ է մի հատվածում, մյուս հատվածում նոր են սկսել աշխատանքները։ Իդեպ մի հատված կա, որ արդեն ասֆալտապատ է, դա Սոտքից Վարդենիս հատվածն է եւ դերենիկ դա Հայաստանի չքնաղագույն անկյուններից մեկն է։ Գիտեք, Հայաստանը միշտ սիրում է ցույց տալ իր վանքերը, բայց մենք ունենք այնպիսի գողտրիկ անկյուններ, որոնք չուսումնասիրված են եւ այդ ճանապարհը, երբ որ արդեն Սոտքից իջնում ես եւ պիտի Սևանա լճին մոտենաս, այսինքն Սևանա լճի այսպես փորատակի այդ հատվածը դա մի ֆանտաստիկ բնություն է, այդ հատվածում արդեն ճանապարհը արդեն ասֆալտապատ էր եւ կարելի էր շատ արագ մեքենան վարել։ Ուզում եմ ասել, որ այդ ճանապարհը կառուցելու դեպքում Հայաստանի
Երևանից մինչև հյուսիս ընկած հատվածը Արցախ մեկնելու համար, թեև մի 100 կիլոմետր կարող է Ստեփանակերտ երկարի, չէ, բայց հենց այդ ճանապարհով է գնալու, որովհետև հրաշալի ճանապարհ է ի տարբերություն Գորի Ստեփանակերտի, որը մի քիչ ծանր է տանել այդ ճանապարհը Վոլորանների ճանապարհը, այնպես որ դա մեծ խթան է լինելու տուրիզմի համար, դա մեծ խթան կարող է լինել ներքին տուրիզմի համար, որը Հայաստանում գրեթե բացակայում է։ Նաև այդ Հայաստանի մարզերի, Գեղարքունիքի մարզի այդ հատվածի համար, որը ասենք բավական հեռու վիճակում է գտնվի Երևանից, կարելի է ասել աշխուժության միանշանակ ինչ որ բան այնտեղ կփոխվի, շնորհակալություն, հուսանք, որ այդ ծրագրերը իրականություն կդառնան, ինչպես այդ ճանապարհը, այնպես էլ հյուսիս հարավը, չնայած մեծ հույս չունեմ, բայց ամեն դեպքում կուզենայի։ Այսքանը կհանդիպենք։